Բարև մեծ ինֆորմի հարգելի հեռուստադիտողներ, այսօրվա մեր հաղորդաշարը նվիրված է բացառապես ատամների խնամքին, ատամների հանդեպ մեր ուշադրության, ինչպես նաև բժշկին դիմելու կանոնակարգի մասին, խոսենք նաև կարիեսի մասին, այն կանխարգելելու եւ բուժելու։ Եվ այս առումով սիրով զրուցելու եմ հրավիրել բժիշկ ստոմատոլոգ Դիանա Բարսեղյանին։ Բարև բժշկուհի։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ մեծ ինֆորմի հյուրն եք եւ հանրության ուշադրությունը փորձել ենք միասին դարձնել ատամնաշարի պահպանման հիգիենայի ճիշտ կազմակերպման վրա։ Եվ առաջին հարցս թե երբ պետք է դիմել բժշկի, խնդրեմ։ Նախ նշեմ, որ միայն սուր ցավի դեպքում չէ, որ պետք է դիմել բժշկի։ Բժշկի պետք է դիմել պրոֆիլակտիկ զննումների համար 6 ամիսը մեկ հաճախականությամբ, տարին 2 անգամ, ինչը հնարավորություն է տալիս բժշկին գնահատելու ընդհանուր բերանի խոռոչի վիճակը, գնահատելու լնդերի ատամների վիճակը եւ ցուցաբերելու անհրաժեշտ բժշկական միջամտություն։ Այո, որքան շուտ, այնքան կանխարգելելը իհարկե ավելի հեշտ է, քան բուժելը։ Ինչի համար է սա անհրաժեշտ, որպեսզի քանի որ ավելի հեշտ է հիվանդությունը կանխարգելել ավելի վաղ փուլում եւ խուսափել հետագա բարդություններից։ Այո, իսկ օրինակ որպես բժիշկ ստոմատոլոգ, ինչ ուղիներ եք նախանշում, ինչպես է ճիշտ խնամել ատամները։ Ատամների խնամքի մեջ առաջնահերթ է բերանի խոռոչի պատշաճ կերպով իրականացվող հիգիենան։ Շատ կարևոր է խոզանակի եւ մածուկի ընտրությունը, խոզանակի շարժումների ճիշտ ուղղորդումը, ինչպես նաև հավելյալ լրացուցիչ պարագաների օգտագործումը, ինչպիսիք են օրինակ ողողիչները, ատամնաթելը եւ այլն։ Այո, օրինակ խոզանակը ավելի ճիշտ է լինի շատ կոշտ, թե փափուկ։ Օրինակ խոզանակը պետք է ունենա միջին կոշտություն, պետք է ունենա խիտ դասավորված մազիկներ, հարթ մազիկներ, սուր չպետք է լինեն մազիկները, քանի որ դա լնդին հավելյալ տրավմա է հասցնում եւ պետք է խիտ դասավորված լինեն, որպեսզի ատամի մակերեսները լիարժեք լավ մաքրվեն։ Դա նայից հետաքրքիր է ժամանակակից խոզանակների վրա, ասես կան ռետինե մազերի կարգի ինչ որ նյութեր, այո, այսպես դասավորվածություն, այնպես է որ այո, սիլիկոնային հատված նույնպես կա։ Դա որպես ինչ է ծառայում, դա արդյոք ճիշտ է թե լավ չէ որ այդպես։ Դե այսօր գտնում եմ, որ իրականում դրա կարիքը չկա, կարևորը խիտ դասավորված լինեն մազիկները, որպեսզի կարողանան լիարժեք մաքրեն ատամները։ Շատ լավ, իսկ բացի այս խնամքից այ դուք նշեցիք ողողման նյութեր եւ այլն, այս ամենը հարկ է ներառել ատամների խնամքի ամենօրյա հիգիենայի մեջ։ Արդյոք այդ նյութերը, քանի որ իրենք քիմիական նյութեր են, լրացուցիչ չեն վնասի մեր էմալը։ Ոչ, ընդհակառակը, դրանք բերանի խոռոչի ընդհանուր առողջական վիճակը բարելավում են եւ դրական են ազդում ատամների վրա եւ ընդհանուր բերանի խոռոչի առողջության վրա։ Այո, խոսենք նաեւ ատամնաթելերի մասին, քանի որ տարակարծությունները այս առումով շատ են, իրարամերժ մտքերը, մի մասը նշում է, որ դրանք իսկապես հեռացնում են մնացորդները սննդի, մի մասը նշում է, որ դրանք լրացուցիչ խնդիր են առաջացնում, ի վերջո շատ ակտուալ է դարձել եւ առանց ատամնաթելերի կիրառման երևի թե ով մեկ անգամ գործածել է, էլ չի կարողանա։ Ինչ կարծիք ունեք դուք դրանց մասին։ Տեսեք, ես ինքս ատամնաթել օգտագործում եմ ու միշտ նկատում եմ դրա դրական ազդեցությունը։ Այսօր նույնիսկ գտնում են, որ ատամնաթելը հեռացնում է ատամնանստվածքի 80%-ը, պատկերացնում եք։ Ես ինքս միշտ օգտագործում եմ ատամնաթել եւ նույնիսկ խոզանակելուց հետո նկատում եմ, թե ինչքան սննդի մնացորդներ են մնում ատամների վրա, որ խոզանակը չի կարողանում լիարժեք մաքրել։ Այո, եւ այդտեղ օգնության է հասնում հենց ատամնաթելը, իսկ այն մարդիկ, ովքեր չեն զգացել ատամնաթելի դրական ազդեցությունը, կարծում եմ, որ ուղղակի սխալ են կիրառել ատամնաթելը, որտեղ իրան պետք է շատ զգուշությամբ օգտագործել եւ առանց լնդին տրավմա հասցնելու ինքը շատ լավ բան է։ Այո, այսինքն դա պետք է նույնպես ամենօրյա խնամքի մեջ ներառել։ Եվ իհարկե այս ամենը անտեսելու դեպքում առաջանում է ամենատհաճը հենց ատամների կարիեսը, որը բավականին լայն տարածում ունի, առաջացման պատճառները իհարկե տարբեր են, բայց խոսենք դա ինչպես է այն առաջանում եւ առհասարակ ինչ է կարիեսը։ Կարիեսը ատամների կարծր հյուսվածքների ախտահարումն է։ Ախտահարվում են էմալը եւ դենձինը, ու նշեմ, որ կարիեսը ունի տարածվելու հակում, սկզբից process-ը սկսվում է արտաքին շերտից, հետո աստիճանաբար խորանում է, տարածվում է ու ներգրավելով ավելի շատ առողջ հյուսվածքներ եւ ի վերջո կարող է հասնել ներվին եւ ախտահարել այն, որի դեպքում արդեն մնում է ներվը հեռացնել։
Այո, իսկ ինչպես է այն առաջանում, արդյոք այս հիգիենայի բոլոր նորմերը պահպանելով կարող են կանխել կարիեսի առաջացումը, թե այստեղ նաև սննդակարգը, ժառանգական նախադրամադրվածությունը այս ամենը կարևոր է։ Տեսեք, շատ կարևոր է բերանի խոռոչի ճիշտ հիգիենան, կարևոր է նաև սննդակարգը, օրինակ կարիեսը հիմնականում առաջանում է թթու եւ քաղցր սննդամթերքներից, ինչպես է առաջանում կարիեսը, օրինակ, երբ որ հաճախակի ենք շաքար պարունակող մթերքներ օգտագործում, բերանի խոռոչում ակտիվանում են բակտերիաներ, որոնք սկսում են քայքայել շաքարը, առաջացնելով կաթնաթթու։ Իսկ կաթնաթթուն բերանի խոռոչի միջավայրը թթվայնացնում է, մինչդեռ բերանի խոռոչի միջավայրը պետք է լինի հիմնային։ Արդյունքում ունենում ենք կարիեսի առաջացում։ Նմանատիպ պատկեր ունենք նաև թթուների կիրառությունից, բերանի խոռոչը թթվայնանում է եւ արդյունքում առաջանում է կարիես։ Կանխարգելման նպատակով կամ նվազեցնում ենք շաքար պարունակող մթերքների օգտագործումը, կամ էլ պատշաճ կերպով իրականացնում ենք բերանի խոռոչի հիգիենան։ Այո, իսկ եթե անտեսեն, այս դեպքում ինչ խնդիրներ կարող է կարիեսը առաջացնել։ Կարիեսը չբուժելու դեպքում արդեն ասացի, որ կարող է հասնել ներվի խոռոչին եւ հենց սա կարիեսի բարդությունն է։ Ամենատարածված բարդություններից է պուլպիտը եւ պերիոդոնտիտը։ Երբ որ հասնում է ներվին, ախտահարումը տարածվում է, խորանալով հասնում է ներվին, առաջանում է պուլպիտ։ Ինչի դեպքում արդեն անհրաժեշտ է ներվը հեռացնել, արմատախովակները գործիքային դեղորայքային մշակվում են եւ ինչից հետո արմատախովակը լցավորվում է հատուկ նյութերով։ Իսկ պուլպիտի չբուժելու դեպքում էլ արդեն ունենք մյուս բարդությունը, որը պերիոդոնտիտն է, որի դեպքում արդեն բորբոքումը տարածվում է հարգագաթային շրջան եւ ախտարվում են հարատամնային հյուսվածքները։ Արդյունքում ունենում ենք պերիոդոնտիտ։ Այո, մանկական տարիքում նույնպես այո, տարածված է կարիեսի առաջացումը, ինչ եք նկատել ձեր պացիենտները, գիտեմ, որ մեծահասակներ են, ոչ թե մանկական ստոմատոլոգ եք, սակայն հենց փոքր տարիքից է այո, այս խնդիրը առկա լինում։ Դե հիմնական որ երեխաներին ընդունում ենք, տեսնում ենք ինչքան տարածված կարիեսներ ունեն ու 1-2 ատամ չի, այլ բազմաթիվ խոռոչներ կան տարբեր ատամների վրա։ Հիմնականում ծամիչ ատամներն են ախտահարվում։ Դե կարծում եմ պատճառը նրանումն է, որ փոքրիկ են, մի քիչ հիգիենային այդքան էլ ուշադրություն չեն դարձնում։ Շատ լավ, իհարկե։ Բժշկուհի, խոսենք նաև ոչ այն մեթոդների մասին, որոնք կարելի է կիրառել տանը, ստոմատոլոգի օգնությամբ մենք տարի մեկ անգամ, իհարկե բոլոր նրանք, ովքեր ուշադիր են սեփական առողջության նկատմամբ եւ հիգիենայի կատարում են ամբողջական մաքրում, այո, տարատեսակ հիմա ավելի շատ հեշտ ջրային շիթերով եւ այլն մաքրումներ են շատ նորաձև եւ ակտուալ դարձել։ Խնդրեմ ներկայացրեք դրանք որքանով են հետագայում պաշտպանում նոր խնդիրների առաջացումից եւ որքանով են կարեւոր տարի մեկ անգամ կամ 2 անգամ դուք ինչպես ցուցում եք կատարել։ Տեսեք, այս ամեն ինչի մասին, որ խոսեցինք, սա մտնում է անհատական հիգիենայի մեջ, որը իրականացվում է պացիենտի կողմից տնային պայմաններում։ Իսկ ձեր ասածը դա արդեն մասնագիտական պրոֆեսիոնալ հիգիենան է, որը իրականացնում է արդեն բժիշկ ստոմատոլոգը կլինիկական պայմաններում հատուկ սարքավորումներով, որոնց մեջ մտնում են ուլտրաձայնը, շիթային համակարգերը, դա պետք է իրականացնել տարին 2 անգամ առնվազն 6 ամիսը մեկ հաճախականությամբ։ Իհարկե նաև ուշադրություն դարձնելով տնային պայմաններում խնամքին, բերանի խոռոչի հիգիենային։ Զուգընթաց տարի մեկ է դա կատարել։ Այո, զուգընթաց, որտեղ եթե գաք պրոֆեսիոնալ մաքրումների եւ անհատական հիգիենան չպահպանենք, ուղղակի արդյունքը երկար չի պահպանվի։ Արդեն պացիենտից է կախված, բժիշկը անում է հնարավորին չափով ամեն ինչ, բայց արդեն պացիենտից է կախված, թե արդյունքը ինչքան երկար կպահպանվի։ Այո։ Խոսենք նաև ծխախոտի, գազավորված ըմպելիքների եւ սուրճի նստվածքների ազդեցության մասին մեր ատաննաշարի վրա։ Այ եթե օգտագործում են սուրճ, անպայման խորհուրդ է տրվում վերջում կատարել ողողում, որպեսզի այդ նստվածքը, այդ գունային երանգավորումը չմնա ատամի էմալի վրա։ Որքանով են սրանք նպաստում ատամների կարիեսի առաջացմանը կամ տարատեսակ խնդիրների առաջացմանը, որքանով վնաս է կրում ատամը ծխող օրգանիզմից, ծխող մարդուց։
Ուրեմն այդպիսի գույն տվող սննդամթերքները ավելի Կամ շատ թախոտը կամ նաև, այո, այո։ ավելի շատ ատամնանստվածքի առաջացման պատճառ են դառնում, գունափոխում են ատամի գույնը, նստվածք է առաջանում, որը չմաքրվելու դեպքում հետո կրակալվում է առաջացնելով ատամնաքար, ինչը արդեն տնային պայմաններում հնարավոր չէ մաքրել, պարտադիր պետք է մասնագիտական հիգիենա անցնել դրանից հետո, բայց կրկին պատշաճ հիգիենայի դեպքում, ինչպես ասացիք, օրինակ սուրճից հետո բերանի խոռոչը ողողել եւ նմանատիպ բաներին հետևելով հնարավոր է կանխարգելել այդ գունափոխումները, այսինքն ոնց հասկացաք, ամենակարևոր առաջնահերթ պայմանը հենց բերանի խոռոչի պատշաճ հիգիենան է։ Այ հաճախ, քանի որ սա բժշկական թողարկում է, մենք խոսում ենք ամեն ինչի մասին, առանց սահմանափակումների։ Այ հաճախ բերանի տհաճ հոտը, եթե չկապենք ստամոքսի խնդիրների հետ, հենց բերանի խոռոչի հետ է կապված, այո, որ այն կապված է, վերագրվում է բերանի խոռոչին։ Որքանով կարելի է այս հիգիենայի բացերը վերագրել հենց բերանից եկող տհաճ հոտին։ Բազում կարիոզ ախտահարումների արկայությունը բերանի խոռոչում, ատամնանստվածքի, ատամնաքարի արկայությունը, սրանք բոլորը նպաստում են եւ կարող են առաջացնել տհաճ հոտ բերանի խոռոչից։ Պատկերացրեք բազմաթիվ կարիեսներ, որոնք երկարատև չեն բուժվում, արդյունքում բարդությունների մասին, որ խոսեցինք, առաջանում են բարդություններ, նույնիսկ կարող են թարախային պրոցեսներ առաջանալ, լնդից թարախային արտադրություն, նույնիսկ դեմքի ասիմետրիա կարող է առաջանալ, ջերմությունը կարող է բարձրանալ մարմնի եւ այո, մեկը մյուսից, այսպես հետևանքներով աստիճանաբար կարող են շատ լուրջ էսթետիկ եւ նույնիսկ հոգեբանական խնդիրներ առաջացնել մարդու մոտ։ Դե վերջում էլ անպայման պետք է խոսենք ատամնաքարերի մաքրման մասին։ Տարածված միֆերից է այն, որ պետք չէ հեռացնել ատամնաքարերը, դրանք վնասում են ատամնային էմալները, սակայն իհարկե շատ հիմա տենդենց է նոր նկատվում, որ բոլորը գնում են դրան, մաքրում են ատամնաքարերը։ Խնդրեմ ներկայացրեք նախ, եթե ատամնաքարերը չեն մաքրվում, ինչ տեղի կունենա։ Տեսեք, պացիենտներիցս հաճախակի եմ լսում, որ ասում են քարերը հեռացրեցի եւ դրանից հետո ատամներս թուլացան։ Բայց սա միֆ է, քանի որ արդեն ինչ աստիճանի քարերը մերկացրել են լինդը, այսինքն արմատները մերկացել, թուլացել են, որ քարերի մաքրումից հետո արդեն ատամների շարժունակություն կա։ Բայց եթե չթողնել, որպեսզի այդքան խորանա, այդքան բարդանա ու ժամանակին տարին 2 անգամ գոնե քարերի մաքրում իրականացնել, նման խնդիրներից յուրաքանչյուրը կարող է խուսափել ատամների շարժունակությունից, որտեղ քարերը երբ որ երկար են մնում ատամների վրա, ընդհուպ մինչև ատամների կորուստ դա կարող է հանգեցնել։ Այո, այսինքն դա պատճառ հանդիսանա, այո, այսինքն շատ կարևոր է ժամանակին իրականացնել քարերի, տարին գոնե 1-2 անգամ իրականացնել քարերի մաքրումը։ Դիանա, եւ հաջորդ հարցադրումս, անտեսված ատամներ ի վերջո հանգեցնում են նրան, որ հիմա շատ վաղ տարիքում նկատում ենք կորցված ատամներ, դրա փոխարեն կամ իմպլանտներ կամ շապիկավորված ատամներ։ Այս դեպքերում, եթե առաջանում են ատամնաքարեր, նույնպես կարելի է կատարել մաքրում։ Իհարկե, նույնիսկ պարտադիր կերպով անհրաժեշտ է իրականացնել։ Շատերը մտածում են, որ եթե շապիկ է դրած, կարիք չկա արդեն մաքրումներ իրականացնել, բայց քարերը ինչպես կուտակվում են ատամի մակերեսի վրա, այնպես էլ կարող են ստոր լնդային քարեր լինել, այնպես էլ լնդի տակ, այսինքն թաքնված լինել, ու նույնիսկ պացիենտն էլ չնկատի, որ նման խնդիր կա իր մոտ։ Եվ անպայման պետք է շապիկների շուրջ նույնպես իրականացնել այդ մաքրումները։ Իսկ լնդային խնդիր ունեցողներին ցուցված ատամնաքարերի մաքրում, քանի որ մենք հենց այդ լնդերի գրպանիկների մեջ են, այո, ստոմատոլոգները մտնում եւ ասես լինդը լրացուցիչ այսպես տրավմայի է ենթարկվում։ Ընդհակառակը, նույնիսկ երբ որ ասում ենք 6 ամիսը մեկ հաճախականությամբ է պետք մաքրել, լնդային խնդիր ունեցող մարդկանց դեպքում նույնիսկ ավելի հաճախակի է անհրաժեշտ մաքրել, քանի որ արդեն լնդագրպանիկները լայնացած են եւ ավելի շատ են, ավելի շուտ են քարերը հավաքվում եւ ավելի շատ խնամքի կարիք ունեն, այսպես ասած։ Շնորհակալ եմ Դիանա ինֆորմատիվ հարցազրույցի համար եւ իհարկե կարծում եմ
ձեզ լսելով շատերը ուշադրություն ավելի կսևեռեն բերանի խորոչի հիգիենայի վրա, որպեսզի իհարկե կանխենք կարիեսի եւ նմանատիպ խնդիրներ։ Շնորհակալ եմ։ Հարգելի հեռուստադիտողներ, եւս մեկ անգամ հիշեցնեմ բերանի խորոչի հիգիենայի, խնամքի, կարիեսի առաջացման եւ իհարկե լուծման ուղիների մասին ես իրով զրուցեցի Դիանա Բարսեղյանի հետ, ով բժիշկ ստոմատոլոգ է։ Դե ինչ, եթե ունեք կարևոր թեմաներ, որոնք հետաքրքրում են ձեզ, կարող եք գրել մեզ մեր Facebook-յան էջին, Medinform-ի Facebook-յան էջին եւ նախանշել այն թեմաները, որոնց մասին կցանկանաք առաջիկայում լսել։ Այսքանը, եղեք առողջ եւ անկեղծ չմտածեք, կհանդիպենք։